Տեղեկատվական պատերազմն այսօր արդեն ներքաղաքական կյանքի առանցքային գործիք է։ Այն գործում է հիբրիդային մեթոդներով, համադրելով մեդիան, տեխնոլոգիական և քարոզչական գործիքներ։ Media News, Ararat News, Armenia News կայքերը հաճախ բերվում են որպես օրինակ, թե ինչպես կարելի է հանրային կարծիք ներկայացնել, հղում անելով ֆեյք օգտատերերի գրառումներին։ Վերահրապարակվում են սովորական քաղաքացիների կարծիքներ առանց նույնականացման և աղբյուրի հստակության։ Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը այս ամենը դիտարկում է տեղեկատվական պատերազմի համատեքստում, ընդգծելով դրա հիբրիդային բնույթը։ Բոլոր պարագաներում։ Այն հիբրիդային գրոհները, որոնք որպես քարոզչական առանցք խաղարկում է իշխանությունը, ներկայացնելով, թե իբր դրանք կազմակերպվում են Ռուսաստանից, իհարկե անկասկած նպատակ ունի հանրության վրա թողնել ազդեցություն հենց այդ տրամաբանությամբ, այսինքն այստեղ մանիպուլյատիվ էֆեկտը չափազանց բարձր է և չափազանց նկատելի։ Բայց ընդհանուր առմամբ իհարկե տեղեկատվական պատերազմ հասկացությունը ենթադրում է հենց այդ հիբրիդային տրամաբանությունը։ Վերջին օրինակներից մեկը Նիկոլ Փաշինյանի հետ բանավեճի մեջ հայտնված արցախցի կնոջ Արմինե Մոսյանի շուրջ տարածված ապատեղեկություններ։ Տարածվեց պնդում, թե նա պատերազմում զոհված Մերուժան Մոսյանի դուստրը չէ, ապա նրա խոսքերի խեղաթյուրված մեկնաբանություններ։ Մեկ այլ օրինակ, գաղտնի ձայնագրությունների հրապարակումը, դրանց արագ տարածումը իշխանամերձ կայքերի միջոցով, ապա արդեն այդ տեղեկատվության հիման վրա իրավական գործընթացների մեկնարկը։ Ահա այսպիսի շղթայով է ընթանում տեղեկատվական պատերազմը։ Փաստաբան Արսեն Բաբայանի գնահատմամբ հիբրիդային պատերազմը հենց նման մեխանիզմներով է իրականացվում, բայց իշխող ուժի կողմից սեփական հասարակության նկատմամբ։ Ինչ են անում, ստեղծում են տասնյակ, 20, չգիտեմ, հարյուրավոր սունկ կայքեր, մարդկանց քաղաքական գործունեությամբ զբաղվող ընդդիմադիր հայացքներ ունեցող անձանց նկատմամբ տարածում են կատարյալ ապատեղեկատվություն, դրանք հիմնականում ուղեկցում են ծանր վիրավորանքներով, ծանր մեղադրանքներով, եւ այդպես այդ սունկ կայքերից վերցնում են իրենց քիչ թե շատ մի քիչ ավելի այսպես անուն կամ հեղինակություն ունեցող կայքերով տարածում են։ Նա նաև ուշադրություն է հրավիրում երկակի ստանդարտների վրա։ Եթե նախկինում վիրավորանքի համար նախատեսվում էր քրեական պատասխանատվություն, ապա այժմ ըստ նրա նույն վարքագիծը իշխանությանը մոտ շրջանակներում հաճախ անպատիժ է մնում։ Բազմաթիվ այդպիսի դեպքեր կային, երբ որ ընդդիմադիր գործիչների Գեղամ Ներմանուկյան, Սեյրան Օհանյաններ, անգամ մեր իրավապաշտպաններից Ռուբեն Մելիքյանը, էլի շատերի նկատմամբ YouTube-ում կամ Facebook-ում շատ ծանր վիրավորանք պարունակող գրառումներ էին հրապարակային անում, եկավ մի շրջան, որ ես դրանցով որոշեցի հաղորդումներ ներկայացնել հանցագործության մասին։ Այդ հաղորդումներից եւ որևէ մեկով ընթացք չտրվեց։ Մի մասով ասում էին անհայտ է, fake է, չեն կարողանում գտնեինք։ Մի մասով ասում էին, որ, չգիտեմ, այստեղ չի եղել, այլ տեղից է արել։ Բաբայանի խոսքով նույնիսկ վարույթների դեպքում հաճախ ճնշման տակ է հայտնվում ոչ թե մեղադրյալը, այլ տուժողը։ Օրինակ Գեղամին Մանուկյան մի քանի անգամ կանչել էին հարցաքննության, այսպես չգիտեմ, անդադ անհարմարություններ էին պատճառել, Սեյրան Օհանյանին էին կանչել հարցաքննության, էլի անհարմարություններ էին պատճառել, եկել էր մի իրավիճակ էր հասել, որ հակառակ էֆեկտն էր, արդեն այն մարդիկ, ովքեր որ տուժել էին, ընդհանրապես իրանք էին քիչ ժամանակ իրանք հրաժարվեին այս ամենից, որ չհայտնվեն այդ քաշքշուկների ներքո։ Իրավական դաշտում եւս փոփոխություններ են եղել։ Վիրավորանքը ապաքրեականացվեց, սակայն փոխարենը կիրառվում է խուլիգանության հոդվածը, հիմնականում ընդդիմադիրների նկատմամբ։ Այն էլ տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումով եւ էլի բազմաթիվ անձանց կալանավորություն, այդ թվում եւ տղաներին, Նարեկին Սամսոնյան, Վազգենին Սաղաթելյան, եւ էլի մեր նկատմամբ կամ ընդհանրապես փողոցում իշխանության ներկայացուցիչների կողմից հայոյանքները այդպես են ընթացք չստացան։ Օրինակ են Թալինի համայնքապետ կա, չեմ էլ հիշում անունազգանունը, եկեղեցու բակում իրեն թույլ տվեց կոշտ հայտարարաբան շատ վատ հայոյանքներ հնչեցնել։ Այս ֆոնին վիրավորանքներն ու ատելության խոսքը հաճախ մնում են առանց հետևանքների։ Սա բնորոշ է հատկապես ժողովրդավարական ինստիտուտներին։ Հակոբ Բադալյանն օրինակներ է բերում։ Ժողովրդավարությունը պաշտպանելու անվան տակ եւս կիրառվում են հիբրիդային տեխնոլոգիաներ Հայաստանի հանրության դեմ եւ այդ թվում նաեւ հանրային կարծիքի ազատ ձևավորման միջավայրի դեմ։ Միացյալ Նահանգների վարչակազմը ուղիղ տեքստով մեղադրում է Եվրամիության ղեկավարությանը եվրոպական երկրներում եւ ընդհանրապես Եվրամիության տարածքում ժողովրդավարության պաշտպանության անվան տակ
ազատ խոսքը ճնշելու եւ ընտրությունների իրավունքը, ընտրական process-ի ազատությունը ճնշելու համար։ Մեդիանյուզի սեփականության տվյալներն էլ հավելյալ հարցեր են առաջացնում։ Կայքը գրանցվել է 2016 թվականին։ 2022-ից 24 թվականներին հիմնական շահառուն Արսեն Սարգսյանն էր առնվազն 10% բաժնեմասով, իսկ 2025-ից 26 թվականներին Վահագն Պետրոսյանը արդեն 20% եւ ավելի մասնակցությամբ։ Արխիվային տվյալներում Armenian News-ի դոմեյնի գրանցող նշվում է Տարոն Չախոյանը կոնտակտային տվյալների համընկնումներով, ինչը նվազեցնում է պատահականության հավանականությունը։ Չնայած դրան, վերջինս հերքում է իր առնչությունը։ Այս ամենը առաջացնում է առանցքային հարց. ով է իրականում վերահսկում տեղեկատվական հոսքերը։ Փաստերը վկայում են, որ նման հարթակներում այն հաճախ ոչ թե պարզապես արտացոլվում է, այլ կառուցվում կեղծ օգտատերերի չստուգված տեղեկությունների հիման վրա հատուկ նպատակով։ Հատկապես նախընտրական ժամանակահատվածում այս մեխանիզմները վերածվում են ազդեցության լուրջ գործիքի, միաժամանակ ձևավորելով հանրային տրամադրություններ եւ սահմանափակելով ակտիվ քաղաքացիների ձայնը։ Արդյունքում մեդիա դաշտում իրական եւ արհեստական օրակարգերի սահմանները մշուշվում են, իսկ թափանցիկությունը մնում է չլուծված խնդիր։ Անահիտ Սարգսյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։